Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում, այո, վերջապես Սոսը իմացավ ճշմարտությունը։ Երկար ամիսների սպասումից, լռությունից ու կեղծիքներից հետո ճշմարտությունը հասավ նրան, ում կյանքում ամենից շատ էր նշանակություն ունենում դրա գոյությունը։ Եվ եթե ժամանակին հարցնեին, ով պիտի առաջինը ասեր Սոսին ամենակարևոր գաղտնիքը, հաստատ վերջին կասկածվողներից մեկը կլիներ Լիլիթը։ Բայց կյանքը միշտ ունի իր հաշվարկները։ Լիլիթը վաղուց էր իր ներսում որոշել, որ եթե ինչ-որ պահի իրավիճակը դառնա կյանք ու մահի խնդիր, ինքը կհեռանա ամեն ինչից ու միայնակ սեփական ձեռքով կբացահայտի ճշմարտությունը։ Եվ ահա եկավ հենց այդ պահը, երբ նա զգաց, որ ամեն ինչ հասել է անդառնալի կետի, որ Սոսի կասկածներն ու վտանգավոր իրադարձությունների շղթան այլևս հետ պահել հնարավոր չէ, որոշեց բացել փակ դռները։ Նա ի վերջո ասաց Սոսին, որ Անգելինան իր եւ Աննայի աղջիկն է։ Սոսը իհարկե զայրույթից կորցնում է ինքնատիրապետումը։ Անմիջապես վռնդում է Լիլիթին տնից, չցանկանալով տեսնել անգամ նրա դեմքը։ Բայց Լիլիթը վախենալու կամ վիշտ ապրելու փոխարեն այլ բան է մտածում։ Նա համոզված է, որ երբ Սոսը հանգստանա, հաստատ իրեն ավելի մեղմ կվերաբերվի։ Իր համոզմամբ ժամանակը դեռ ամեն բան կկարգավորի։ Նա դեռ չի գիտակցում, որ որոշ ճշմարտություններ, երբ բացահայտվում են ուշ, դառնում են ոչ թե ներման, այլ բաժանման պատճառ։ Սոսն ինքը ամբողջ այս լարվածության, հոգեբանական ճնշումների, ֆիզիկական վնասվածքների ու ստացած ճակատագրական տեղեկության հետևանքով վատանում է։ Նրան տեղափոխում են հիվանդանոց։ Նրա վիճակը ծանր է։ Բոլորը սպասման մեջ են։ Լիլիթը իմանալուն պես շտապում է հիվանդանոց։ Գուցե ներս չթողնեն, գուցե չընդունեն, բայց նա այնտեղ է, գիտակցելով, որ արդեն հետ քայլ չկա։ Սոսին բացահայտված ճշմարտությունը հասավ ամենածանր եղանակով։ Բայց նույն ճշմարտությունն ուրիշի, Անգելինայի ականջին հասավ շատ ավելի մեղմ ու հուզիչ եղանակով։ Հենրին որոշում է անել այն, ինչ վաղուց պետք է աներ։ Նա իր սիրելիին, արդեն կինը դարձած Անգելինային ասում է հագնվի, պատրաստվի, որովհետև իրենց առաջ մի կարևոր ճանապարհ կա։ Նա Անգելինային տանում է ամարանոց, հեռու բոլորից։ Հենց այնտեղ, խաղաղ մթնոլորտում նստեցնում է նրան եւ սկսում պատմել ամեն ինչ, իրենց պատմությունը, սիրո, ընտանիքի, ստի ու իրականության մասին, եւ վերջում գլխավորը։ Ասում է, որ Անգելինան Աննայի եւ Սոսի դուստերն է։ Անգելինան ապշում է։ Նրա աչքերը լցվում են արցունքով։ Ամբողջ աշխարհը կարծես մեկ վայրկյանում փոխվում է։ Կյանքը իր բոլոր հայտնի ու սովորական գույներով մարում է ու սկսվում է մի նոր իրականություն, լի կասկածներով, հարցերով, բայց միաժամանակ նաև բուն ինքնության բացահայտմամբ։ Նա լացում է, հուզվում, չի հասկանում, թե ինչպես կարող էր այսքան մեծ ճշմարտությունը գաղտնի մնալ, բայց ոչինչ հնարավոր չէ փոխել, նա արդեն գիտի։ Եվ հիմա, երբ Սոսը հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ է տալիս, վերջին ուժերով փորձելով դիմանալ իրականության հարվածներին ու գուցե տեսնել իր աղջկան, եւ Անգելինան արդեն տեղյակ լինելով ամեն ինչից, կորել է իր մտքերի ու էմոցիաների մառափատուկ քաոսում, Աննան հենց այս պատմության ամենամեծ զոհը, ոչ մի բանից տեղյակ չէ։ Նա ապնում է իր առօրյայով։ Հոգ է տանում մարդկանց մասին, որոնք միահամուռ ուժերով թաքցրել են նրանից կյանքի ամենակարևոր փաստը։ Եվ այսօր նա իր սիրած աղջկան դեռ չի տեսել որպես դուստր։ Ինչ ցավալի է, բոլորը ապրում են Աննայի ճշմարտության շուրջ, բայց ոչ ոք նրան չի բացել այդ ճշմարտության դուռը։ Իսկ այս ամենի ֆոնին սերիալի հեղինակ Դիաննա Գրիգորյանը թողարկում է նոր տեսանյութ։ Նա խոսում է այն մասին, որ մոտ է մեր սպասված ավարտը։ Ասում է, որքան էլ քննադատեն իրեն, իր սերիալը դիտում են բոլորը։ YouTube-յան դիտումները դրա վկան են։ Նաև նրանք, ովքեր վիրավորում են, շարունակում են հետևել։ Եվ թերևս դա է ամենաուժեղ ապացույցը, որ ստեղծված պատմությունն ապրում է իր կյանքով, լցնելով յուրաքանչյուր դիտողի սիրտը լարվածությամբ ու սպասումով։ Հարգելի հետևորդներ, իսկ հիմա այս սերիալի կարևորագույն հարցը. ով է Աննային ասելու ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։
Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է, չեմ ուզում որ խաբնվեք այդ ուրախ նկարներին, մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, Ես այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատահել։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ չէ թարխուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մրգշուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակեմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացեք նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք պայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք, ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում